կարծիքով Հայաստանի հաջորդ վարչապետը ինչպեսի պետք է լինի հայրենասեր, աղջիկ ջան, լինի մարդկային ժողովրդի կարիքը հոգող, մեծատառով մարդ լինի, իշքան որ տեսանք, էլ չտեսնենք հայրենիքին, հայրենասեր մարդ է պետք, դավաճան պետք չէ մեզի, դավաճանը պետք է վաղուց կախված լիներ, ու զինվորին հարկող մարդ պետք է լիներ, զինվորն է մեզ պահում, սահմանին կանգնած զինվորի պետք է ամեն ինչով առաջնահերթ ծառայեն զինվորի համար, աղջիկ ջան, նոր հետագայի մասին մտածել, 5000 սերունդի կորուստ ունենք, 5000 երիտասարդ, երկության պետք է շարունակվեր և չկան, այդ զինվորի մար և հայրենիքը ծախած մարդու մար նա պետք է վաղուց վերացվի, նրան չի կարելի, տես դրել են, այ մարդ մենք քեզ տեսա անցել ենք եղբայր, դու էլ իրավունք չունիս ասպաս, վաղուց դա պետք է դադած և կախված լիներ, որ ազգը ժպտար, չկա։ Մասնակցելու եք ընտրություններին։ Անպայման, մեր տունը 8 անձ են, 8 հոչս է պետք է մասնակցենք ընտրության, աղջիկ ջան, առանց դրան ոչինչ չկա, մենք հայ ենք, հայը պետք է ունենա քրիստոնյա, կրոնին պաշտող, ազգին պաշտող, հայրենիքը սիրող մարդ։ Փաշինյանը 1000 անգամ նամ ուտիլով չգե, կներես, մարդը պետք է ազնիվ ծառայե, ես անձամբ դաբիծա եմ եղել, որ ինքը լիներ, մենք այդ ժամանակ աղջիկ ջան բոլորը սիրեն, մի մարդու նման ամբողջ Շիրազի մարզը, ամբողջ Շիրազի դաշտավայրը պատեշ կատարավ իրան, որ ինքը ասներ, բայց ես չէի պատկերացնում, որ հայ ազգին այդքան կնսրմացնեին Թուրքի առաջ, մենք արժանապատիվ մարդ ենք եղել, հին ազգ ենք եղել, դարերից եկող քրիստոնյա կրոնը հարկող մարդ ենք եղել, ես ինչ արավ սա կրոնին, կարելի է կրոնին հալածել, չի կարելի նման բան, բալա, չի կարելի, այդքան մեր քրիստոնյա ազգին նսրմացնել, էլի, դա բոլոր աշխարհում մենք տարածված հին առաջի քրիստոնյա մարդիկ ենք եղել, չի կարելի այդպես բան։ Հարևանների հետ միշտ դրացիական, բարոյական դրսևորություն ունենաս, եթե հարևանը կողքի պետք է բոլորի հետ համերաշխ ապրես, բայց արժանապատիվ պետք է ապրես, ոչ թե նսեմացած ձևով, արժանապատիվ հարևան պետք է ունենաս, նույնն էլ է արժանապատիվ պետք է ոչ թե ստաս նսեմանաս, ինչ-որ հայրենիք տաս, հող տաս, որ ինչ-որ քեզի ասեն, որ դու մարդ ես, չի կարելի նման բան, հայրենիքը դա միայն Իրան է չէ, հայրենիքը ամբողջ համայն հայությանն է, բալա։ Իրենք ասում են, որ մենք արժանապատիվ խաղաղություն ենք վերել, բայց հայ ազգի կողմից այդ հավատքը չկա, չունենք այդ հավատքը, դա բոլորի կողմից ինչ-որ պարզ չի էլի, զուլալ չի, որ դա արժանապատիվ խաղաղություն է, բալա, չեն հավատում մարդիկ, որ դա արժանապատիվ, որովհետև ազգին այդքան զինվորին տալ, այդքան մենք ունենք, ամբողջ նահատակներ այդպես ջուր չկա, որ չունենանք, այդքան մարդկանց երիտասարդներին զոհել ու մի անգամ չխոնարհվել շիրիմների առաջ, չզգալ այդ այրան կանչը, որ դա այրունով ձեռք բերած է, թեկուզ Ղարաբաղցիները մարդիկ գերեզմաններ են թողել, իրենց ամեն ինչ թողել են, դա չի կարելի այդպես, չի կարելի, բալա, պետք է ապրել արժանապատիվ, հայ ազգը միշտ արժանապատիվ է ապրել, դրա համար ես այն հայերից եմ, որ սիրում եմ արժանապատիվ խաղաղություն լինի, որ մեր ժառանգները, մեր թոռիկները լավ մեծանան։